Շնորհակալ եմ հարգարժան փոխոսնակ, պարոն Հարությունյան, նախորդ քննարկման ժամանակ, չգիտեմ հասցրել եք հետևել, թե ոչ իմ բարձրացրած հարցերից, խնդիրներից մեկը այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը առհասարակ, արևմուտքից մշտապես պահանջում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բարձր ստանդարտներ, հայկական դիվանագիտությունը տարիներ շարունակ արևմուտքին իր իսկ ստանդարտներն է հիշեցրել եւ խնդրել, որ դրանք կիրառվեն Հարավային Կովկասում մեր հարևան երկրի հետ մեր ունեցած հարաբերության կոնտեքստում եւս։ Բայց այնուհետև մշտապես մեզ ուղեկցել է նաեւ այն խոսույթը, որ տնտեսական իմաստով, ռազմական իմաստով մենք պետք է հաշվի առնենք Հարավային Կովկասի տարածաշրջանային ռեալիաները, երբեմն մարդիկ գնում են այնքան հեռու, որ մեր տարածաշրջանը կամ մեր երկիրը մեկ այլ երկրի ազդեցության գոտի են անվանում, եւ այս խզումը մի կողմից մարդու իրավունքներ, համընդհանուր, քաղաքական սահմաններ չճանաչող եւ մյուս կողմից այս ռեալ պոլիտիկի մոտեցումը ստեղծում են մեծ խնդիր մեզ համար այս աշխարհում ապրելու դիտանկյունից։ Արդյոք դուք նկատում եք, որ սա խնդիր է եւ ինչ փոփոխություն կառաջարկեք, թեև ես կարծում եմ մենք այդ փոփոխությունը արդեն կիրառում ենք, բայց գուցե դուք ձեր մտորումներ ունեք այս առնչությամբ։ Տիկին Կարապետյան, անկեղծ ասած վերջի բանը լավ չլսեցի, մի հատ խնդրեմ կրկնեք։ Ասեք տեղից գուցե լսի։ Հիմա հարցը։ Այդ խզումը նկատում եք, պարոն Հարությունյան, հարցը դա է։ Նկատում եք խզումը։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Կարապետյան։ Ես իմ խոսքի մեջ մի մեծ հատված հենց կառուցեցի եվրոպական ստանդարտների, եվրոպական իրավունքի, եվրոպական արդարադատության արկայությունը որպես բարձր ու ցանկալի շեմ իմ համար որպես եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ որպես իրավապաշտպան գործունեություն ծավալած անձի, նաեւ մեր խմբակցության անունից ներկայացրեցի, որ մենք եւս շատ կողմ ենք հարաբերությունների հարատև զարգացմանն ու խորացմանը։ Այո, իրավունքների գերակայության, ժողովրդավարության, արդիականացման պետական ապարատի մասով ունենք համոզմունք, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը միայն դրական արդյունք կարող է տալ։ Իսկ մնացած մասով անկեղծ ասած լավ չպատկերացրեցի, խնդրում եմ արձագանքի ժամանակ արձագանքեք, ես կարձագանքեմ։ Շնորհակալություն։ Մինչ պարոն Հարությունյան, այդտեղ ականջակալ կա, եթե հանկարծ կաք լավ չեք լսում, դա կարող եք օգտագործել արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, այլ կերպ ձևակերպեմ հարցը։ Եվրոպական միությունում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բարձր ստանդարտներ եվրոպացիները իրենց համար սահմանել են, աշխարհին էլ այդ մասին պատմում են իհարկե։ Բացառապես այն պատճառով, որ այդ մարդիկ դարերով իրար մորթելուց հետո կնքել են խաղաղություն, որոշել են համագործակցել։ Չի լինի, որ Հարավային Կովկասում մենք մեր հարևանի հետ ունենանք հակամարտություն, դրա համար ռազմավարական, տնտեսական եւ այլ իմաստներով համագործակցենք մի բևեռի հետ եւ այնուհետեւ Եվրոպական միությունից պահանջենք, որ իր բարձր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ստանդարտները ապահովի մեր ու մեր հարևանների հետ հարաբերությունում կամ նույնիսկ մեր ներքին ինստիտուտների։ Հայաստանի ժողովրդավարական մարդու իրավունքների ինստիտուտները խաթարված եղել են տասնամյակներով, այն պատճառով, որ մենք խաղաղություն չենք ունեցել։ Հայաստանում բոլոր քննարկումները մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին լրացվել են, հղում անելով, որ մենք հակամարտության մեջ ենք։ Տիկին Կարապետյան, տեսեք, ես նշեցի, որ մենք կողմ ենք բոլոր աշխարհում խոշոր խաղացող բևեռների հետ լավ հարաբերություններ ունենալու, բայց նաև պատասխանելով կոնկրետ ձեր հարցին, միանշանակ մեկ բան կարող եմ պնդել։ Մենք դեմ ենք որևէ գործընկերոջ հետ համագործակցությանը, եթե այն ուղղված է երրորդ պետություն քաղաքականության դեմ կամ երրորդ պետության դեմ։ Մենք պետք է կարողանանք այնպիսի հավասարակշռված շփումներ ու համագործակցություն ապահովենք ինչպես ինստիտուցիոնալ, անվտանգային եւ քաղաքական բոլոր պետությունների հետ, որոնց կողմից թեկուզ 1% կախվածություն ունենք։ Ու չպետք է մենք նայենք ամեն ինչին սա սև է թե սպիտակ։
Մենք պետք է նայենք բոլոր գույների ներքո եւ փորձենք կառուցել մեր քաղաքականությունն այնպես, որ որևէ մեկի մոտ սրումներ չառաջանա։ Իհարկե, դրա համար շատ կարևոր եւ էական է հենց հարևանությամբ հարևան հանդիսացող պետությունների հետ լավ հարաբերություններ եւ խաղաղ միջավայր է։